Ողջույն գործարալիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Դիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Մերձավոր արևելքում իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, շարունակում է մնալ ծայրահեղ լարված ու այս համատեքստում վերջերս Թուրքիայում տեղի էր ունեցել թուրքական պետությունների կազմակերպության ժողով արտգործնախարարների մակարդակով, ինչպես նաև սրան զուգահեռ վերջերս թուրքական աղբյուրներում շատ եմ նկատում, որ սկսել են խոսել Նախիջևանի մասին, ինչ որ տենց գիտական, որ ես ենթագիտական եմ համարում, որովհետև ճշմարտացիության տարը շատ փոքր է իրենց նշածների մեջ, Նախիջևանի մասին, դրա առհասարակ պատմության մասին են խոսում, ինչպես նաև այս ամեն ինչի հետ մեկտեղ Նախիջևանն են զրկում ինքնավարության, փորձում են զրկել ինքնավարության աստիճանից Ալիևը նոր սահմանադրության ոնց որ փոփոխության հրամաններ է տվել այնտեղ ու այս համատեքստում ինչ կարող ենք արդյոք սա կապել մերձավոր արևելքում տեղի ունեցողի հետ, այսինքն այս պատերազմի հետ եւ այս հարցը քննարկելուց նոր արդեն անցնենք այդ թուրքական պետությունների կազմակերպության sense կոնցեպտուալ ավելի շատ հարցերին։ Նախճավանի խնդիրը ես չեմ կարծում, որ այս տարածաշրջանի այս գործընթացների հետ ուղղակի կապ ունի, դա Ադրբեջանի ծրագրի շարունակական մի փուլն է, դա իհարկե դա սպասելի էր մի օր պիտի պատահեր դա, որ Ալիևը փորձի Ադրբեջանը վերցնի, այսինքն ընդհանրապես վերցնի Բաքվի իշխանության դիրապետության տակ, իմիջիայլոց հենց իր հայրը ժամանակին այնտեղ էր փախել, չէ, իրենք այնտեղից են, եւ ինչ որ ժամանակ այնտեղ այսպես կոչված դեր ու դիրական էր տարել, երբ որ Արցախյան պատերազմը շարունակվում էր եւ այնտեղից հետո անցավ դեպի Բաքու, իհարկե դրա նախադրյալը քանի որ կա, այդ մտահոգությունն էլ կա, քանի որ Նախիջևանը այնքան էլ չի ենթարկվում Բաքվի հրահանգներին, հրամաններին, չնայած որ ստիպված է, կապված է մի կերպ, մյուս կողմից նաև փախուստի դեղ էլ ունի Թուրքիայի հետ կապ ունի ինքը, այսինքն այնպես չէ որ գղզիացած է եւ մնացել է Բաքվի ողորմածությանը, սակայն այստեղ մի ուրիշ խնդիր կա, իսկ աշխարհը ինչ է ասում, քանի որ մենք միշտ շատ ենք հետաքրված թե աշխարհը ինչ կասի, ինչ կանի, մենք այսպես անենք, ինչ կասի, մենք այնպես անենք, ինչ կասի, ու մենք տեսնում ենք, որ ուրիշները ինչեր են անում եւ աշխարհը ոչ մի բան չի ասում։ Եթե պետք է իրեն անհրաժեշտ է այն ժամանակ իհարկե ասում է, շատ բան ասում է եւ նաեւ անում է։ Եթե պետք չի իրեն անհրաժեշտ չէ, իր այսինքն միջամտության կարիք չկա, որ ինքը շահ չունի այնտեղից, այն ժամանակ ոչ մի բան էլ չի ասում, ինչպես որ մենք այսքան տարի հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական այս խնդիրների մեջ միշտ էլ տեսնում ենք։ Բայց օրինակ եթե նման օրինակ ինչ որ մի խնդիր Եվրոպայի մեջ է ցակում, օրինակ Յուգոսլավիայի խնդիրը, մի անգամից ամբողջ աշխարհը, ՆԱՏՕ, Ամերիկա, Եվրոպա եւ այլ թափում են այդ տարածաշրջանը, ռմբակոծում են իմիջայլոց, առանց նաեւ կանոնների, իրենց այդ կառույցների, ՆԱՏՕ-ի օրինակ, Եվրամիության եւ այն կառույցների օրենքներին եւ կամ կանոնադրություններին նայելով, առանց այդ բաներով, իրենք անում են ինչ որ իրենց պետք է, դա պետք է իրենց անում են, սակայն այս տարածաշրջանում հայը թուրքին է ախտել, թուրքը հային է ախտել մինչև իրենց պետք չէ, ինչ իրենք չեն խառնվում այդ բաների մեջ, թքած ունեն այսպես ասած։ Այդ պատճառով մենք ավելի քիչ պետք է նայենք այդպիսի բաները, որովհետև ինչպես որ այս վերջի տարիները հատկապես վերջին ժամանակները տեսնում եք, աշխարհում ամեն մարդ էլ անում է ինչ ուզում է։ Ինչ ուզում է, դա իմիջայլոց 15-ին էլ այդպես եղավ, այս 20-ական թվականի բادرազմի ժամանակ էլ այդպես եղավ եւ այլն, մենք դրա ականատեսները միշտ էլ լինում ենք, ինչպես ասացինք, ոչ միայն այս տարածաշրջանում, այլ աշխարհի տարբեր տեղերում, եթե անհրաժեշտ է։ Այդ պատճառով նախ պիտի դա մենք մի կողմ թողնենք, ով ինչ է մտածում, որովհետեւ մեր հարևաններն ինչպես տեսնում եք, մի կողմ են թողնում, իրենք անում են այն,
ինչ որ իրենց հարմար է, ինչ որ իրենց պետք է եւ ստացվում է։ Եթե մյուսների, այսինքն արևմուտքի հատկապես ծրագրերից դուրս է, այսինքն այդ իր ծրագիրները չի խափանում, չի խանգարում եւ այնա, մյուս կողմից այս ամեն ինչը նաեւ իրեն ծրագրի հետ կապ ունի։ Իհարկե մենք խոսեցինք Նախիջևանի մասին, շարունակենք այնտեղ այս փոքր բանը խնդրից հետո որ մի քիչ շեղվեցինք, Նախիջևանը իրականում Ադրբեջանին չի պատկանում։ Ինչպես որ Ղարաբաղը, Արցախը Ադրբեջանին չէր պատկանում։ Չնայած որ մենք միշտ ասում ենք Ստալինը դվել է իրենց այս տարածաշրջանը, Արցախը եւ Նախիջևանը, այո, բայց ինչպես է դվել։ Այնտեղ մենք անելիք բան ունեինք, մենք այսօր էլ ունենք, մենք կարանք օգտագործենք, բայց դա չենք օգտագործում, ընդհակառակը այլ մենք միայն տալով ենք սպառված։ Դեսեք Արցախը եւ Նախիջևանը որպես ինքնավար մարզ եւ ինքնավար հանրապետություն են դրված։ Ոչ թե դրված են ավելի ճիշտը, այլ ենթակայեն հատկապես արտաքին քաղաքականությամբ Բաքվին, այսինքն Բաքուն ղեկավարում է այդ տարածքները, բայց իրեն չի պատկանում։ Սրանք որպես ինքնավար մարզ են տրված։ Ինքնավար մարզերը միայն ինչ որ հարցերում ենթակա են, բայց իրենց տարածքը չէ։ Եթե Նախիջևանը եւ Արցախը ադրբեջանական որպես ադրբեջանական տարածք Ադրբեջանին տրված լիներ, կլիներ Ադրբեջան։ Ոնց որ ասենք Թավուզ եւ այլն ինչ որ տարածքներ ունեն, չէ՞։ Այդ որպես այդ տարածքներ Արցախն էլ Ադրբեջանի մի մաս կներ, ոչ թե ինքնավար մարզ կներ։ Ինքնավար չեր լինի, ինքնավար մարզ նշանակում է իրեն չես պատկանում։ Սկսենք, այսինքն նախ դրանով պետք է մենք սկսենք։ Երկրորդը Նախիջևանը ավելի բարձր կարգավիճակ ունի միջայլոց եւ դա Նախիջևանը դարձնել Ադրբեջանի մաս կամ մարզ, այդ դա նշանակում է որ ինքը արդեն եթե սաղ աշխարհը խոսում է միջազգային օրենքներ, կանոններ եւ այլն, սա ադրբեջանական տարածք է եւ այն ասում են, չէ, դա խախտում է հենց այդ միջազգային օրենքները։ Մենք սա պետք է այսօր այդպես տնենք, իհարկե այսօր այդ անող մարդ գոյություն ունի։ Բայց դրա դեմ առնելու անհրաժեշտ չի, որ այնտեղ ուրիշ տար լինի բնակեցված, բացի ադրբեջանականից։ Բայց դեսեք այսօր բնակվում է միայն ադրբեջանցիներ Նախիջևանում, սակայն ինչպես եկավ դրան, չէ՞։ Դա էլ պետք է, հետո պետք է դրա մասին խոսվի, չէ՞։ Հետո հայկական գերեզմանատան մասին կարելի է խոսել ջուղայի, չէ՞։ Դա էլ կա, այսինքն դրանք փաստեր են, եկեղեցիները եւ այլն, հետո այդ ոնց եղավ որ այդ հայերը բոլորը բակասեցին միանգամից, չէ՞։ Չէ՞ որ Ադրբեջանը ասում է դուք քշել եք ադրբեջանցիներին Հայաստանից, պետք է հետ կան։ Հա, եթե այդպես է, ուրեմն նախճեվանցիներն էլ պետք է Նախճեվան գնան, արցախցիներ պետք է Արցախ գնան, բաքվեցիներ պետք է Բաքու գնան, սումգայցիներ պետք է Սումգայիթ գնան, չէ՞։ Գյանջացիներ պետք է Գյանջա գնան, Գանձակ, այսինքն, չէ՞։ Բայց ինչի միագողմանի։ Իսկ ինչի միա ոչ մեկ չի հարցնում մեր երկրում դրա մասին։ Այսինքն ես հարցնում իմ նման մարդիկ հարցնում ենք, չէ՞։ Սակայն ուր է կառավարությունը։ Լավ, ես ասել եմ որ ես այդպես չեմ մտնելու, չեմ խոսելու ներքին քաղաքականության մասին, որովհետև շատ խոսեցի, արդեն հոգնել եմ, զզվել եմ, հերիք եղավ, որովհետև մարդուն մի անգամ կասեն, երկու անգամ կասեն։ Լավ, վերադառնալով մեր թեմային համատեքստին, որ սկզբից հիշատակեցի ես, այդ թուրքական պետությունների կազմակերպությունը, ասենց մի հատ հարց, արդյոք այդ կազմակերպությունը ունի ինչ որ աշխարհակաղակական կշիռ, թե ուղղակի ասենց ասած ինքը ֆորմալ է եւ ավելի շատ էթնոլեզվամշակութային, ասենց ասած բաղադրիչ ունի։ Ինքը ինչքանով է իր կշիռը աշխարհակաղակական առումով, էլի։ Կարող է ունենա իհարկե, սակայն այստեղ մի բան կա, թուրքական պետությունները, այսինքն Թուրքիայից սկսող բան է, սա ծրագիր է,
թուրքական ծրագիր է, բազմաբիսի, այսպիսի կազմակերպվածություններ ունեն, կազմակերպություններ ունեն, աշխատանքներ ունեն, լեզվի հետ կապված, հնագիտության հետ կապված, թուրքական խորհուրդ էր, չէ՞, միջև։ Այո, ժանդարմարիայի հետ կապված, այսինքն բանակ ստեղծվեց, ճակերտավոր ասենք, սակայն ամենակարևորը, այն ժամանակ մենք այստեղ խոսել ենք դրա մասին, ամենակարևորը հետաքրքիր ինչը այդ ժանդարմարիայի փոխօգնության մի կառույց ստեղծվեց, սակայն այդ ստեղծման օրը անխդիր բոլոր թուրքական թերթերը մի վերնագիր ունեին, նույն վերնագիրը, վարանց մի տարի փոփոխության ստեղծվեց Թուրանի բանակը, թող վախենան Ռուսաստանը եւ Հայաստանը։ Հիմա դա պատահական էր, որ բոլոր խմբագիրները այդ նույն միտքը ունեին եւ նույն վերնագիրը գրեցին, իհարկե ոչ, դա պետական էր։ Եվ դա Թուրանի բանակն էր, այո, Թուրանի բանակի կորիզը ստեղծեցին, ժանդարմարիայի փոխօգնության կառույցի անվան տակ։ Եվ իրենք հայտարարեցին, դա երրորդ երկրի դեմ չէ, սա մենք ընդհանրապես այդպիսի նպատակներ չունենք։ Բայց ինչքանով է այդ համատեքստում, ասենք, չգիտեմ, Ղազախստանի շահը կամ համապատասխանում թուրքական այդ ծրագրերին։ Օրինակ, ինչ շատ հետաքրքիր է, որովհետև նաև եթե հաշվի 4 պետական շահը հաշվի չառնենք, նաև ինքնութենական տարբերություններ կան այդ ժողովուրդների միջև, այսինքն այն իբնե այդ Ալթայից դուրս եկած այդ քոչվորության բանը ղազախների մեջից ինձ թվում է դեռ դուրս չի եկել եւ դա ասենք իսկ թուրքերը փորձում են մերժել դա գա իհարկե, սակայն դա ինձ թվում է որ այդքան մեծ խոչընդոտ չի լինի, դա հեշտ կլուծվի, եթե գործը դրան հասնի։ Ամենասկզբնական շրջանում այդպիսի մտահոգություններ ունեցան այդ երկրները, երբ որ Թուրքիան շատ ցույց տվեց, թե ես եմ պապան լինելու, այսպիսի մի մեծ Թուրքիա Թուրան կստեղծեն եւ ես եմ ղեկավարում, այն ժամանակ արդեն դա չստացվեց, ինչի, որովհետեւ մարդիկ ասացին չհասկացա, նոր մի հատ պապայից փրկվեցին, հիմա գալիս է երկրորդ պապան, չէ, շնորհակալություն ասեցին։ Սակայն թուրքերը հետո հասկացան իրենց սխալը, ուրիշ տեսակ սկսեցին մոդենալ, լեզվական, մշակութային, ինչպես ասեցինք, անգամ հնագիտական, քաղաքական, ռազմական եւ այլն, եւ արդեն դանելի թված այդ բաներին երկրներին եւ ընդունելի թված։ Բացի այդ, գիտեք ինչ, այդ ամեն ինչը օրինակ հիմնականում միշտ պետության ամենավերևում նստած մարդն է մտահոգված այդ առումով, բայց մնացած ժողովուրդը հատկապես ինքը թքած ունի, թե Թուրքիային կպատկանի, թե այս Ղազախստանի, Ղրղզստանի եւ այն կպատկանի, մանավանդ որ այդ ժողովրդին նաեւ ռոպագանդի միջոցով դրվում է այդ մտածելակերպը, թե Թուրքիան զարգացած եվրոպական պետություն է, Եվրոպայի հետ շատ մոտ է, այ մենք Թուրքիայի հետ որ լինենք, մենք էլ կդառնանք եվրոպական պետություն, մենք էլ տնտեսություն կունենանք Թուրքիայի նման, գնում են մի հատ ինչալոց հայերի նման, վրացիների նման գնում են մի հատ Ստամբուլ, մի հատ արևդուրանել բանը կամ բան գալու, գալիս են, ախ, այս ինչ հրաշալի տեղ է, Ստամբուլ եւ այլն ասում են, Եվրոպայի ասում են, չէ՞, նույնը ղազախները, ղրղիզները, թուրքմենները եւ այլն։ Բայց այդ Եվրոպային ներողություն, այդ Եվրոպային ավելի մոտ լինելու բանը չի հակասում այդ թուրանականության, այսինքն ինքը սեփական ինչ որ գաղափար փորձում տա այդ։ Տեսեք, դուք դրամաբանական եք մոդեցում, բայց ժողովուրդը դրամաբանական չի մոտենա, հենց մեզ մոդել այդ մի ժամանակ այդ բանը կար, որ երբ որ Թուրքիան պայքարում էր եվրոպական միություն մտնելու մասին, այստեղ լիք մարդիկ կային, որ ասում էին, լավ է Թուրքիան, որ եվրոպական միություն մտնե, բայց ասում են ինչով է լավ։ Դուք այս պահին եվրոպական մինչև եվրոպական միություն հասնելը մի ասենք 2000 կիլոմետր ունեք, այսինքն այդ Թուրքիայի տարածաշրջանը դուք կարողանում եք առանց Շենգեն վիզայի մտնեք դուրս գաք, չէ՞, արևտուրան եք, բայց Թուրքիան Շենգենյան գոտի մտնի, Թուրքիա գնալու արևտուրանելու համար պիտի Շենգեն վիզա ստանաս։
Շենգեն վիզան բոլորս գիտենք թե ինչ է, չէ՞։ Ինչ դանջանք է Շենգեն վիզա ստանալը։ Հիմա կանը գոնե միտեղ գնում ես Անտալիա ես գնում բան ես անում, վաղ չես կարող գնաս եթե Եվրոպական միությունն լինի։ Այստեղից քո սահմանից արդեն քո սահմանները փակ կլինի, այս սահմանից այն կողմ անցնելը ակին դժվար կլինի։ Հիմա իհարկե այդպես ոչ բոլորը կմտածեն, ժողովուրդը լրիվ ուրիշ բան է տեսնում, բացի այդ եվրոպական երկիր, ոչ թե եվրոպական միության երկիր Թուրքիան եւ զարգացած երկիր որպես նայում են ու դրա համար բոլորի աչքը փայլում է եւ Թուրքիայի մասին են մտածում դրա համար շատ հեշտ է ժողովրդին բան անել վերցնել այդ գաղափարի համար միայն խնդիրը այդ վերևինները իշխանավորներին համոզելն է դա էլ շատ կարճ ժամանակում կարելի է անել մյուս կողմից այդ երկրները երբանից կան այդ երկրները Ուզբեկիստան եւ այլն դրանք չեն եղել մինչեւ սովետական ժամանակը սովետները ստեղծեցին այդ ամբողջ տարածած շրջանը Թուրքիստան էր գոչվում Թուրքմենիստան, Ուզբեկիստան, Ղրղզստան, Ղազախստան եւ բոլոր այս երկրները մի անվան տակ Թուրքիստանի անվան տակ եւ այնտեղ ցեղեր էին ման գալիս չկար այնտեղ ինչ որ մի ազգային այդպիսի միություն սովետները ստեղծեցին հիմա էլ իրենք հբարտանում են թե մենք Ուզբեկստան ենք, մենք Ղրղզստան ենք երբանից ազգ ես, երբանից պետություն ունես դրա համար նրանք թուրքական մի մեծ սկայական պետության մեջ գրավելը հեշտ է այդ առումով եւ թուրքերը աշխատում են այդ առումով եւ միակ խոչընդոտը Հայաստանն էր մինչեւ այսօր հիմա Հայաստանը կամաց խոչընդոտ չի դառնում անգամ ամենաբարձր աստիճաններից ասում են որ մենք չենք պագում մենք Թուրանի համար մեր ճանապարհները բացում ենք Հայաստանը բացում ենք ասում է չէ հա Թուրանի մարդիկ Թուրանի մասին են խոսում Հայաստանում խոսում են Թուրանի համար ճանապարհ տալու մասին էլ ինչ արդեն խոչընդոտ չկա բայց այստեղ մի խոչընդոտ եղավ այս տրիպը տեսեք սա այս Թուրանը նաև արևմուտքի գլոբալիստ արևմուտքի ծրագիրների մեջ շատ լավ հարմարվում էր դրա համար էլ առաջ էին տանում այս ծրագրի հետևը կանգնած էր գլոբալիստական արևմուտքը սակայն հիմի հակագլոբալիստական Տրամպը եկավ բայց գլոբալիստական արևմուտքն էլ այնքան իհարկե հիմար չէր որ Թուրքիային թողներ մի հսկայական բանը Թուրան գազմեր քանի 100 միլիոնանոց պետություն որը արդեն սանձերից դուրս կգար դրա համար միակ բանը մինչև այսօր Հայաստանն է Հայաստանը եթե ով Հայաստանի բանալին ունի նա կունենա Թուրանի բանալին եթե Թուրանը հիմնվի Թուրանի բանալին Հայաստանի բանալին ունեցողի ձեռքում կլինի ու դրա համար էլ Տրամպը մտավ այստեղ մինչև այսօր մենք էինք բանալին մեր ձեռքում էր ու դրա համար էլ մեզ հետ նստում խոսում էին մեզ մարդահաշիվ էին անում հիմա չեն անում այլևս մեզ հետ ով է խոսում հիմա մեզ հրանք են տալիս միայն եւ մենք այդ դիրքով մենք ծանրություն ունենք մենք գշեր կունենք մենք աշխարհիկ հակականության մեջ լինելով այդքան փոքր, այդքան թույլ լինելով, սա շատ կարևոր գործոն է։ Այն որ այսօր խաչմերուկից է խոսվում, այո, մենք խաչմերուկ ենք։ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք։ Արևելք-արևմուտքը մենք փակել էինք։ Բանալի մեր ձեռքում էր։ Իմի արևելք-արևմուտքը բացվում է եւ փակվում է հյուսիս-հարավը։ Ինչի, որովհետեւ մենք այդ բանալին տվեցինք ուրիշին։ Այդ բանալին տվեցինք, մեզ այդ արդեն հաշիվ նստող չկա, մեզ սրանք են տալիս, թե մենք ինչ պիտանենք, ոնց պիտանենք եւ այն եւ այլն։ Հիմա այդ բանալին անցավ Ամերիկայի ձեռքը, Տրամպի ձեռքը։ Իմիջիալոց դա անցավ արդեն հագա գլոբալիստների ձեռքը դրանով։ Դա մի ապահովիչ է։ Այո, Տրիպը թույլ է տալու, որ ապրանքները գնան, գան, մարդիկ գնան, այսինքն այստեղ մի կորիդոր բացվի, ճանապարհը մոռացեք, դա կորիդոր է, կորիդոր բացվի, բայց այնուամենայնիվ այդ կորիդորը բանալի ունի եւ բանալին մեր ձեռքում չէ, բանալին Տրամպի ձեռքում է, Ամերիկայի ձեռքում է այս պահին։
Հիմա նա երբ ուզենա գբացի, երբ ուզենա գփագի, դա հիմա իր ապահովիչն է։ Այդ պատճառով ես հիմի հագարակ շատերին ես այլևս այս պահին չնայած վտանգը կա միշտ, սակայն Սյունիքի հետ կապված վտանգը ես ավելի քիչ եմ տեսնում, որովհետև եթե ասենք Թուրքիան կամ Ադրբեջանը Սյունիքը գրավեն, այդ գարիք չկա այլևս, չէ՞, այդ ճանապարհի գարիքը չկա, Սյունիքը իմն է, ուրեմն վերստու տրիպը քեզ, այդ ճանապարհը քեզ լինի, ես ուստեղից ճանապարհ կբացեմ ինձ համար։ Դրա համար ամերիկյան ծրագրի մեջ այսօրվա Տրամփի ծրագրի մեջ չի մտնի Սյունիքի հանձնումը ինչ որ կերպ Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Վաղը, բայց հենց վաղը 24 ժամ հետո ինչ կլինի քաղաքականություն, դա ուրիշ խնդիր է, որովհետև սա քաղաքականություն է։ Սակայն այսօրվա ծրագրով դա չի մտնում։ Այդ մեկ։ Երկրորդը Տրամփը այստեղ փակեց իրական իհարկե առաջի հերթին նաև բանը Իրանի այդ ճանապարհը։ Իմիջիայլոց եթե նկատել եք ինչպես Տրամփը եկավ եւ այլն նա հատկապես մասնավորապես այդ որ այդ ճանապարհի մասին, կորիդորի մասին խոսում էր եւ այլն, արդեն քանի ժամանակ է բանը Թուրանի մասին չի խոսում Թուրքիայում։ Ինչի՞, որովհետեւ ինչպես ասացի, Թուրանը գլոբալիստների ծրագիրներ, հակագլոբալիստը եկավ, արդեն այդ ծրագիրը կարծես թե սառույցի վրա դրվեց, չմոռացվեց, ինչպես որ 100 տարի առաջ կամ 70, 80, 90 տարի առաջ, երբ որ սովետական միությունը եղավ, սառույցի վրա դրվեց, սակայն չմոռացվեց, որովհետև Հայաստանում կար կարծիք 90-ականներին թե Թուրանը արդեն մոռացված է, չկա այդպիսի ծրագիր բաման, ես այստեղ բայկարում էի այն ժամանակ, որ ոչ, սխալվում է, կա, թուրքերը չեն մոռացած եւ չեն մոռանալու, տեսանք մի անգամից ի հայտ եկավ։ Հիմա խնդիրը այս տրիպի բանի հետ կապված խնդիրը Իրանի հետ կապված է։ Տեսեք, բանալին հիմա Տրամփի ձեռքում է։ Այդ դրանով կարող է բացի փակի Իրանի սահմանը, երբ որ ուզենա։ Բաներ ասեկոսներ կան, որ մեր տարածաշրջանում էլ, Հայաստանում էլ, այսինքն ամերիկյան բանակի ինչ որ ստորաբաժանումներ կան, եւ անգամ այն ժամանակ, երբ որ եկել էին մեզ ինչ որ բաներ սովորացրել եւ այն ինչ որ զենքեր թողել են, բայց այնուամենայնիվ ոչ մեծ հավանաբար հիմնական բանը Արցախի տարածքում նախկին Արցախի տարածքում Ադրբեջանի այսօր ձեռքում եղող բանն է, բայց դրա մասին մենք խոսեցինք արդեն, չէ՞, ինչի չի վերաբնակեցնում, ինչի, որովհետև ռազմական տարածք է դա, Իսրայելին է դրված դա, մեր սպասենք Իրանի այդ հարցերը լուծեն, իսրայելցիները դրանից կտեսնեն, բայց այս ընթացքում ում հարցերն է լուծվում, դա էլ մի ուրիշ հարց է, որովհետև այս վերջի օրերին դեր զարգացումները պիտի ցույց տան։ Զարգացումները այնպես են, որ կարծեք թե իրեն ծրագիրը ճիշտ դուրս չեկա։ Ես առաջի օրվան, չգիտեմ, այստեղ էլ ասել եմ կարծեմ, առաջի օրվանից ես ասել էի, եթե Իրանը 2 շաբաթ դիմանա, ուրեմն Իրանը կդիմանա։ Չի փլուզվի։ Իմիջիայլոց հիմնական վտանգը Իրանի ոչ թե դրսից է, այսինքն Ամերիկան, Իսրայելցին եւ այլն, դա իհարկե վտանգ է, մեծ վտանգ է, սակայն Իրանի փլուզվելու կամ մասնատվելու վտանգը 99% ներսից է, այո, որը փորձեցին մի քանի անգամ եւ գիտենք անգամ Իսրայելը բաց ասեց, որ ինքը կա այս գործի հետևում, իր մատը կա խառնված եւ այն այդ ապստամբության փորձեր եւ այլն նման բաներ փորձեցին ու հետաքրքիրը ինչ է, ինչ պատերազմը սկսել է, դրանք այլևս չկան։ Կարծեք թե ժողովուրդը ինչ որ մի բան հասկացել է։ Իհարկե առաջինը Խամենեի սպանությունը շատերը կապում են Խամենեի սպանության հետ, որ ժողովուրդը հանգիստ է, բայց ես ավելի շատ ուրիշ բանի հետ եմ կապում։ Խամենեի սպանությունից հետո իմիջիայլոց Իրանում անգամ
ուրախության ալիք եղավ հատկապես այն մարդկանց կողմից, որոնք չէին սիրում մոլլաների ռեժիմը։ Սակայն այնտեղ մի ուրիշ բան կատարվեց, իսրայելցի կամ ամերիկացի, չգիտես ում կողմից եկավ դա, այդ բանը, դպրոցի, այո, այդ Մինաբի դպրոցի, բայց ասում են դե մոտակայքում ինչ որ ռազմական օբյեկտ կար։ Ինչ ուզում է լինի։ Այդ աղջկերքի 100 թիվը կոնկրետ 165 ասում են կամ ասում, բայց այդ աղջկերքի սպանությունը ժողովրդի վրա ազդեց։ Շատ մեծ ազդեցություն է, շատ մեծ խալ կատարեցին դրանով, որ այդ դպրոցը խփեցին։ Դե բացի այդ ապստամբությունները, որ պետք է ինչ որ ձև, ինչ որ տեղից կայստրվի, սկսվի այդ ռմբակոծությունների տակ երևի դժվար է մի քիչ էլի այդ։ Գիտեք ինչ, ես վիդեոներ եմ դերսել եւ 1 չէ 2 չէ, բազմաթիվ վիդեոներ եմ դերսել։ Հանրահավաքների, որոնք չէ, որոնք որտեղ մարդիկ նկարահանում են հենց իր թաղի այդ ռմբակոծությունը եւ ուրախանում են։ Գեցե Իսրայել, գեցե Ամերիկա են ասում, մտածելով որ սրանք մոլլաների ռեժիմը պիտի վերացնեն։ Եվ դեռ երեք լուրերի մեջ պարսիկներ կային, որոնք սահմանից անցնում էին Հայաստանին եւ հարցազրույց էր կատարում իրենց հետ։ Այդ տղերքը երիտասարդ տղերք էին, ասում էին որ ամերիկացիք իսրայելցիք բանը փաստարաններ այսինքն բանը հեղափոխության բահաբանների հետ դե իրենց գործը մեսը ժողովրդի հետ գործ չունեն ասում են դեռ մինչև այսօր այդպես են մտածողներ կան եւ այդ մարդիկ ուրախանում էին բարում էին ինչ որ երգեր էլ հորինեցին եւ բաներ որ բանը Խամանեյը թրավ գնաց ու փակվեցին եւ այլն գեցի Իսրայել գեցի Ամերիկային ասում երբ որ ռմբակոծության տակ են իրենք այդ պատճառով հիմնականում այնպես չէ որ իրենք քանի որ ռմբակոծվում են դրա համար այլևս այդպես չեմ մտածում չէ այսօր էլ փողոց դուրս գալու ցանկություն բայց ժողովրդի մեծ մասը միանգամից բան եղավ զգաստվեց եւ հատկապես այդ խնդրից հետո տեսնում ենք որ այսօր հանգիստ է չնայած որ այսօր ճիշտ հակառակը ավելի շատ արիտ պետք է լիներ փողոց դուրս գալու որովհետեւ բանակը բահաբանները եւ այլն ուրիշ գործերով են զբաղված երկիրը պաշտպանելով սահմանները պաշտպանելով են զբաղված դրա համար շատ հեշտ է հենց հիմի ինչ որ բան անելը բայց մինչև այսօր այդպիսի բան չեղավ եւ մի քանի օր էլ եթե այդպես շարունակվի ես կարծում եմ որ կդիմանան եւ մյուս բանը իրենց թվաց որ երկրի ղեկավարին խփեն ասենք մի քանի օքի էլ ասենց բարձրաստիճաններ խփեն ուրեմն անգլուխ կմնա երկիրը բայց փաստորեն այդ երկիրը այդպիսի երկիր չէր եւ ներքին կազմավորվածություն ուներ գազմագերբված էր ներսից եւ նա մահացավ մյուսին դրեցին վրաց մարդ եկավ տեղը ընդմիջում չեղավ կարծես թե եւ հատկապես բանի Խամանեի դղուն բերելը սա մի ցույց էր որ ոչ մի բան չկարողացաք փոխեք նույն Խամանեին է Այսինքն ազգանունն էլ նույնն է, չէ՞։ Այսինքն նրանց ներսում հակասություններ չի առաջացնում Իրանում, որովհետև ոնց ինչպես գիտեմ ես, եթե սխալ գիտեմ, ուղղակի տեղ չի կարելի ժառանգական լինի այդ այդպիսի խոսք կար, սակայն ես իմիջայլոց դեր Խամանեի ողջ եղած ժամանակներն են ինքը խոսել էր դղու մասին Եվ դղուն ժամանակ առ ժամանակ բերում էր քաղաքականության մեջ էր մտնում եւ այլն ինչ որ բաների մասնակցում էր այդպիսի ծրագիր կար արդեն բացի այդ ով բերեց Խամանեի ինքը չբերեց իր դղուն չէ Խամանեի գնաց է արդեն բայց այդ 50 հոկանոց խորհուրդը բերեց այդ դղուն դրա համար ոչ մի չկար ասի ինքն էլ չեկավ իր ցանկությունով ինքն էլ իմա վիրավորել են բայց այստեղ Իսրայելը
այսօր վատ վիճակում է, շատ վատ ռմբակոծվում է Իսրայելը, իմիջիայլոց այդ երկաթյա գմբեթը եւ այլն ինչ որ ասում էին, ինչի վրա որ վստահում էին, փաստորեն չի աշխատում։ Եվ այսօր Իսրայելում շատ մեծ քաոս կա։ Դե էս ինտենսիվության երևի չէին սպասում։ Այո, չէին սպասում եւ չկար, այսինքն դրանից առաջ եղած, ասենք, Իրանի կողմից արձակված այն 12 օրվա պատերազմի ժամանակ օրինակ, շատ քիչ ռակետներ անցնում էին այդ գմբեթից։ Այո, եւ իրենք էլ հբարտանում էին, թե տեսեք, մենք բոլորին որսում ենք 99%-ը։ Հիմի 99% անցնում են։ Լավ, պարոն Լոկմագյոզյան, այս անգամ մի քիչ ավելի խառը, բայց էլի բովանդակալից զրույց ստացվեց։ Շնորհակալ եմ զրույցի համար, շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին ուշադրության համար։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը։ Եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Դիրան Լոկմագյոզյանը։ Ստեսություն։